Հաղորդման գլխավոր հովանավոր մատման փաստաբանական գրասենյակ։ Մատման փաստաբանական գրասենյակ, արդարության անզիջում պաշտպանություն, բազմաթիվ հաղթած գործեր, անկեղծ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, այստեղ գործում է մի սկզբունք, կամ լավ, կամ ոչինչ, եթե ուզում եք վստահություն, փորձ և հաղթանակ, ընտրեք ճիշտ հասցեն։ Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն և իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Մեր այսօրվա հյուրը Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի դիմացնոտային, լոր և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բախշյանը մանկության տարիներից ունի մի շատ կարևոր սկզբունք՝ ամեն ինչ անել լավ կամ չանել, և իր կյանքի ուղեկից է ընտրել հաջողությունը։ Դրա շնորհիվ ոլորտը ձեռք է բերել փայլուն մասնագետի, իսկ այցելուները բժշկի, ում հավատում և վստահում են անվերապահորեն։ Բարի երեկո Հայկ։ Բարի ձեզ։ Շատ հաճելի է ձեզ հյուրընկալելը։ Նմանապես։ Ես ասացի, որ դուք մանկության տարիներից ձգտել եք միշտ գերազանց արդյունքի։ Հետագայում դուք նաև գերազանց ավարտել եք թե արձինատուրան, թե մագիստրատուրան, պերֆեկցիոնիզմը, շատ հարցերում չի խանգարում։ Իրականում շատ է խանգարում։ Խանգարում է այնքանով, որ համ առանց դրա չես կարողանում ապրես, որովհետև դա արդեն բնավորություն է ձևավորում քեզ մոտ։ Քո կյանքից է տանում, էլի, կարծում եմ։ Դուք եղել եք չար երեխա, չար սովորող երեխա։ Չար սովորող երեխաների ծնողների բախտը բերում է այն առումով, որ դժգոհությունների հետ մեկտեղ իրենց բաժին են հասնում նաև գովեստի խոսքերը։ Այս բախտը դրանով է բերել, որ չարության հետ մեկտեղ նաև սովորում էի ու ավելի շատ գովեստի խոսքեր էի ստանում, քան բողոքների չարության համար, որովհետև միշտ մեկը մյուսին ծածկում էր։ Դուք նաև լավ նկարում էիք և երազանքները Թերլեմեզյանի հետ էին կապված, բայց հետո դուք կտրուկ շրջադարձ կատարեցիք դեպի բժշկի ճերմակ խալաթը, չնայած որ արյունից վախենում էիք։ Տեսեք, հիմնականում բժիշկների մոտ այսպես է, չէ՞, ինքը գալիս է գեներով, բոլորը տենց բժիշկներ են դառնում, իմ պարագայում այդպես չի եղել, որովհետև ես երբեք մանուկ ժամանակ, երեխա ժամանակ երբեք չեմ մտածել, որ պետք է մեծանամ ու դառնամ բժիշկ, որովհետև շատ լավ նկարում էի, թե դպրոցում բոլոր այդ պլակատները բան ես էի գրում, նկարում, թե նաև տանը միշտ մեր պատերին իմ նկարներն էր կախված, ու տենց երբեք իմ մտքով չէր անցել, որ ես պետք է մեծանամ ու բժիշկ դառնամ։ Միշտ հակառակը ինձ պատկերացնում է ավելի արվեստագետն ու արվեստի մեջ էի պատկերացնում։ Դպրոցը ավարտելուց հետո դիմեցի այդ ուղղությամբ շարունակելու համար, իհարկե ընդունվեցի, բայց մի քանի օր անց մի անգամից տենց շրջադարձային բան կատարվեց իմ հետ ու միտքս փոխեցի։ Որոշեցի շարունակել բժշկությամբ, բայց միշտ մտածում էի այնպիսի ճյուղով, որը որ արյան հետ կապ չի ունենա, որովհետև բավականին շատ վախում էի արյունից։ Եվ արվեստի հետ կապ կունենա։ Այո։ Որովհետև դիմացնոտային վիրաբուժությունը, էսթետիկ վիրաբուժությունը ուղիղ կապ ունի գեղեցիկի հետ։ Այո։ Իսկ վախը արյունից ո՞նց հաղթահարեցիք։ Արյունից վախը, եթե չեմ սխալվում, 3-րդ կամ 4-րդ կուրսում էինք, երբ որ գնում էինք արդեն բժշկական կենտրոններ պրակտիկաների, այդ ժամանակ վիրաբույժներից մեկի մոտ մեր Արեգենի Խվիշներ Սեփյան, իր վիրահատությանը ես մտա, չեմ կարող ասեմ ինչը փոխեց իմ մեջ, բայց ես սկսեցի մի տեսակ վիրաբուժությունը սիրել։ Դա եղել է սկիզբը, դրա հետ մեկտեղ վախը կորեց։ Մարդիկ, անուններ, ովքեր կերտել են վիրաբույժի կերպարը, ուսուցիչներ։ Դիմացնոտային վիրաբուժության ոլորտում, այդ բնագավառում շեշտեցի Արեգենի Խվիչը, ով իմ մոտ առաջացրել է այդ սերը դեպի վիրաբուժություն ու ումից ես նաև բավականին շատ բան եմ սովորել դիմացնոտային վիրաբուժության մեջ, ինչպես նաև արձինատուրայի ժամանակ անցել եմ Արտուր Վլադիմիրովիչ Պապիկյանի մոտ։ Իսկ այն ինչով ես հիմնականում այժմ զբաղվում եմ, դեմքի պլաստիկայով, ռինոպլաստիկայով հիմնականում, այդ ոլորտում ես ուսուցիչ չունեմ։
Լավ, իսկ այն ահռելի մեծ փորձը, որ դուք ձեռք եք բերել, հենց այդ ոլորտում դուք որտեղից եք այդ փորձը ձեռք բերել։ Հիմնականում տարբեր երկրների բժիշկների հետ, հա, դրսի բժիշկների փորձի փոխանակման արդյունքում է այդ ամենը ստեղծվել, իսկ ավելի մեծ պաշարը այդ գիտելիքների իհարկե սեփական փորձի հիման վրա։ Այսօր դուք ղեկավարում եք Նարեկացի բժշկական կենտրոնի դիմացնոտային, լոր եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը։ Ձեր համար ինչ նշանակություն ունի այս հասցեն։ Այն ամենը, ինչ վերաբերում է Նարեկացի բժշկական կենտրոնին։ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնը իմ համար զուտ միայն աշխատավայր չի, որովհետև ես 2017 թվականից առ այսօր աշխատում եմ այդ բժշկական կենտրոնում եւ այն բաժանմունքը, որը որ հիմա մենք ունենք, այդ անունը, այդ անցած ճանապարհը, դա մեր միասին անցած ճանապարհն է մեր բժշկական կենտրոնի եւ ղեկավարության հետ միասին։ Հայկի հետ մենք ծանոթացել ենք, երբ որ ինքը ուսանող էր մեր մոտ, կլինարդինատոր էր։ Հայկի մեջ ես տեսա իրականում այն պոտենցիալը, որ ինքը կարող է դառնալ լավ մասնագետ։ Կլինարդինատոր ժամանակ արդեն ես ինձ վստահել ինքնուրույն վիրահատությունների կատարումը, բնականաբար փոքր ավելի ծավալով, որպեսզի ինքն հաստատվի եւ իր վրա վստահություն ձեռք բերի։ Ավարտելուց հետո անմիջապես ես իրան պահեցի մեր մոտ, առաջարկեցինք, ինքն էր ցանկանում բնականաբար եւ ինքը մնաց մեր մոտ։ Եվ շատ արագ շատ կարճ ժամանակահատվածում Բախշյան Հայկի մոտ այն բոլոր հատկությունները, որ ես սկզբից տեսել էի, կարելի ասել ավելի պոտենցիալ, ավելի բան ձևով արտահայտվեց իր պրպտումները, իր բժիշկ լավ մասնագետ դառնալու ցանկությունը։ Հայկը կարողացավ շատ արագ 2-3 տարվա մեջ ինքն հաստատվել եւ մեծ իմիջ ձեռք բերել, սկզբից բնականաբար տարածքում, հետո Երևանում, Հանրապետությունում, հիմա որ ասեմ նույնիսկ դրսում կարող եք եւ չզարմանալ, շատ քիչ բժիշկներ կան, որոնք մեր մոտից դրսում գնում են մաստեր կլաս են անում։ Այդ տարիքի երիտասարդ բժիշկ, որ արդեն համարում է փորձառու, կարծեմ վերջերս Մոսկվայում մաստեր կլաս վիրահատություններ անում Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Բավականին խարիզմայով տղա էր, երիտասարդ էր, որ ես իրեն առաջի անգամ տեսա, գիտեք, ինքը ժպիտ ունի իր դեմքին, ես չեմ պատկերացնում որևիցե մի պացիենտ, որ կարող է մտնի Բախշյանի մոտ եւ հիացած դուրս չգա իր մոտից, ես այդպես ցես ասեմ։ Եվ լինելով այդքան երիտասարդ, շատ արագ կարողացավ կայանալ բժշկական աշխարհում որպես պլաստիկ վիրաբույժ։ Ինձ էլ էր հետաքրքիր իր գաղտնիքը ինչու էր, որ ինքը այդպես արագ կարողացավ կայանալ։ Մի օր այդպես զրուցում էի իր հետ, հարցրեցի, ասեցի դոկտոր Բախշյան, դուք որ երեխա եք եղել, երիտասարդ եք եղել, ինչ եք ուզել դառնալ, չէ՞ որ մենք մեր աճի ընթացքում տարբեր տարիքներում ինչ որ տարբեր բաներ ենք պատկերացնում, հա, որ մեկս ինչ կդառնա։ Ինքը ինձ ասեց Արմինե, ես փոքր ժամանակվանից շատ սիրել եմ նկարել եւ ես սկզբում ուզել եմ դառնալ նկարիչ։ Ես այդտեղից հասկացա ինչն էր գաղտնիքը, որ ինքը կարողացավ այդքան արագ դառնալ պլաստիկ վիրաբույժ, որովհետև գիտեք, պլաստիկան դա մարդու գեղեցկության հետ է կապված, դու պետք է պատկերացում ունենաս տվյալ դեմքին ինչ ոճի դիմագծեր, հա, կսազեն այդ մարդուն եւ այլն, եւ կարծում եմ այդ սերը իր այդ նկարչության հանդեպ շատ լավ համատեղել է ինքը բժշկության հետ եւ ունենք այսօր այսպիսի արդյունք, որը որ կա։ Հասկանալով, ունենալով մասնագիտական հոտառություն, այսպես ասած, Բախշյան Հայկը որոշեց գտնել այն մաքսիմումները եւ մինիմումները, որոնք որ կապահովեն մասնագիտական լուրջ վերելքին, որը որ նկատեցինք տարիների ընթացքում նկատվեց, այսօր ունենք բազմափորձ մասնագետ, որը հայտնի է ինչպես նեղ շրջանակներում, այնպես էլ լայն շրջանակներում եւ այդ վերափոխումը ամենօրյա կոնկրետ ես նկատել եմ, որտեղ ամենօրյա շփում ենք ունեցել Հայկի հետ եւ մասնագիտական վերելքի մասին կարող եմ փաստել նաեւ հիվանդների եւ այցելուների քանակը եւ տպավորությունները
բաժանայքի մասին։ Հենց այս հասցեում է, չէ, որ կերտվել է վիրաբույժի կենսագրությունը։ Այո, որպես առանձին, հա, արդեն որպես կայացած բժիշկ կամ ճանապարհ, որը որ դու անցնում ես արդեն մենակով, որը ամբողջությամբ պատասխանատվությունը քո ուսերին է, ինչպես նաև դրան գումարվում է, քանի որ բաժանմունքի ղեկավար ես, նաև ընդհանուր բաժանմունքի պատասխանատվությունը 90%-ը կերտվել է այստեղ, այո։ Իր համար սարքվեց այդ բաժանմունքը, որտեղ ինքը արժանի էր դրան։ Այդ գեղեցիկ բաժանմունքը վերանորոգվեց, կահավորվեց եւ ինքը հիմա ղեկավարում է այդ բաժանմունքը։ Ու փառք Աստծո, ես կարծում որ հանրապետության լավագույն ցուցանիշ ունեցող բաժանմունքներից մեկն է իր կատարած վիրահատությունների քանակով, իր կատարած բուժումների, պարկած հիվանդների քանակով, ամեն ինչով կայացած բաժանմունքներից մեկն է։ Երիտասարդը, բայց բավականին խստապահանջ է իր բաժանմունքում եւ որպես ղեկավար կարողացել է հասնել այնպիսի մի իրավիճակի, որ իր բաժանմունքը, որտեղ ինքը աշխատում է, իրան շատ հարգում են եւ իր յուրաքանչյուր բառ, որը ինքը հանձնարարում է տվյալ բաժանմունքում, անխտիր կատարվում է։ Շատ լավ ղեկավարը, շատ կազմակերպված, մեզ մոտ բոլոր հարցերը մենք Ախշյանի հետ ենք որոշում անում եւ շատ կազմակերպված ամեն ինչը արվում է իր հետ միասին մեկտեղ մեր բաժնի համար։ Ինձ հետաքրքրում է ձեր այցելուների հոգեբանական կերպարը։ Կա մի բան, որ միացնում է, մի ընդհանուր բան, որ միացնում է ձեր այցելուներին։ Միավորում է իրենց, որ դուք կարող եք ասել, այս մարդը իմ այցելուն է։ Դե ես կնշեմ, որ իմ այցելուները ամենալավ այցելուներն են, չնշեմ որպես հիվանդներ, ու ես միշտ դա շեշտում եմ, որ էսթետիկ վիրաբուժության մեջ, պլաստիկայի մեջ հիմնական մասը ամեն բժշկի հանդիպում է իր բնավորությամբ պացիենտներ։ Ես չգիտեմ դա ինչպես է ստացվում, բայց միշտ այդպես է լինում, ինչքան դու խստապահանջ ես լինում քո աշխատանքի նկատմամբ, հա, որ դու հնարավորինս ավելի բարձր արդյունքներ ստանաս, այդքան ավելի խստապահանջ է լինում քո պացիենտները կամ հակառակը իրենք են ավելի խստապահանջ լինում եւ նու այդ միավորումից ստացվում է մի հատ շատ հրաշալի աշխատանք։ Որքան եք կարևորում այցելուի հետ երկար եւ մանրամասն զրուցելը։ Շատ եմ կարևորում դա, բայց որ ճիշտն ասեմ, օրինակ մի քանի տարի առաջ ավելի երկար էի զրուցում։ Հիմա այդքան չէ, համ ժամանակի հետ կապված սող է ժամանակը եւ չունենք այդքան ժամանակ երկար խոսելու, բայց դա չի ազդում ոչ աշխատանքի վրա, ոչ պացիենտի վստահության վրա։ Մի քանի տարի առաջ մենք պացիենտներին ապացուցելու բան ունեինք կամ համոզելու բան ունեինք, թե ինչ կարող ենք անել կամ ինչի ենք գնում։ Հիմա արդեն մի քիչ փոխվել է ամեն ինչ, համ պացիենտները արդեն տեղյակ են քո արած աշխատանքների մասին ու որոշակի չափով պատկերացում ունեն, պատկերացնում են թե որ բժիշկը իրենց համար ինչ կարող է անել։ Այսինքն արդեն խոսալու շատ քիչ բան է մնում։ Մենք ավելի երկար ու մանրամասն քննարկում ենք հիմնականում ավելի բարդ վիրահատությունները։ Երկրորդային, երրորդային քթի պլաստիկաները, որոնք որ բավականին բարդ ընտրություն են թե բժշկի համար այդ վիրահատությունը վերցնելու եւ կատարելու եւ թե պացիենտի համար այդ քայլին գնալու։ Մի բան էլ ես ավելացնեմ, հա, դուք երևի թե այնքան եք ձեր կաբինետում լսել այցելուների ամենատարբեր պատմությունները, որ արդեն համարյա թե անգիր գիտեք, թե ինչ են ուզելու։ Այո, որը որ բավականին շատ մեզ օգնում է աշխատանքի ընթացքում, քանի որ արդեն մեծամասամբ արդեն պատկերացնում ես պացիենտը ինչ է ակնկալում քեզնից, կամ ինչ գանգատներ պետք է պատմի, դրա համար այդ առաջվա երկար բարակ խոսելու փոխարեն ինքը ավելի կարճ, հակիրճ ու լակոնիկ է ստացվում։ Առաջին այցելությանը կոնսուլտացիային չգիտեմ ոնց դες բացատրեմ այդ վստահությունը, որ ինքը ներշնչեց մեզ բոլորիս, այդ բացությունը իր, հա, որպես մարդ ինքը անկեղծ, բարի, դրական, շատ տաղանդավոր, պայծառ մի հատ մարդ, որը որ ում հետ խոսում ես ու դու հասկանում ես, որ ինքը իր գործի մասնագետն է, տերն է իր գործի։ Ինքը շատ դոմինանտ է իր գործի մեջ, որովհետև այդ չես կարող բացատրես։ Աշխատում եք դուք արդյոք այցելուի պահանջներով։
իհարկե բանականության սահմաններում։ Այո, մեզ մոտ շատ բարձր է դրված այդ նշաձողը, հնարավորինս անել ամեն ինչ պացիենտին ցանկությունները բավարարելու համար, որը որ եթե նորմայի սահմաններում է, որտեղ լինում են բացառություններ, որոնցից հրաժարվում ենք։ Վիրահատությունը կայանում է, երբ այցելուի ցանկությունները տեղավորվում են ձեր հնարավորությունների դիապազոնում, չէ՞։ Այո, տարիներ առաջ ես վիրահատում էի բոլոր դիմողներին։ Հիմա մի քիչ ավելի նաև տարբեր տեսանկյուններից ենք նայում վիրահատության վերցնելու համար, որովհետև շատ կարևոր է նաև պացիենտի հոգեբանական վիճակը, հանգիստ վիճակը, քանի որ մեր աշխատանքի մեջ ճիշտ է մենք վիրահատությունից հետո անմիջապես արդյունքը ներկայացնում ենք, բայց դա դեռ վերջնական արդյունքը չէ։ Եվ պացիենտը, ինչպես նաև բժիշկը պետք է ունենան բավականին կամք, համբերություն սպասել այդ ժամանակը վերջնական արդյունքը տեսնելու համար։ Իսկ կարծում եմ վստահ եք իմ հետ, եթե մեր պացիենտները չունենան հոգեբանական հանգիստ վիճակ, կայուն վիճակ եւ չկարողանա այդ բժիշկ-պացիենտ հասկացվածությունը չլինի, շատ դժվար կլինի մեզ տվյալ պացիենտի հետ։ Իսկ ինչ է կարևոր, որ ստեղծվի, փոխվստահելի հարաբերություն։ Ինչ է պահանջում ձեզնից եւ դիմացինից, այցելուից։ Կարծում եմ ամենաառաջինը անկեղծությունն է։ Թե պացիենտի կողմից, թե բժշկի կողմից։ Անկեղծությունը, որի վրա հենվում է նաև արդեն փոխադարձ վստահությունը։ Բժիշկը երբեք չպետք է ասի կամ խոստանա արդյունք, որը որ հնարավոր չի լինելու ստանալ։ Ինչի համար եք մերժում, երբ մերժում եք։ Ավելի լավ է մերժել ի սկզբանե, քան հետագայում լինել անախորժ պատմությունների մեջ, թե պացիենտի համար, թե բժշկի համար։ Դրա մեջ մտնում են մի քանի պատճառներ, որի համար որ մենք մերժում ենք, դա ամենաառաջինը պացիենտի հոգեբանական ոչ կայուն վիճակն է, ամենաառաջինը դա է, երկրորդը պացիենտի ոչ իրական ցանկությունը, այսինքն մենք ունենք պացիենտներ, որոնք պատկերացնում են, որ մի վիրահատությամբ, օրինակ քթի վիրահատությամբ կամ աչքերի ձգմամբ իրենց կյանքում պետք է ամեն ինչ փոխվի։ Դա այդպես չէ, ինքը բավականին վիրահատությունը ընդհանրապես էսթետիկ, բավականին մեծ փոփոխություն է անում մարդու կյանքում, թե հոգեբանական փոփոխություն, այսինքն ավելի ինքնավստահ են լինում, ավելի պոզիտիվ են դառնում, թե նաև ֆունկցիոնալ առումով ու նաև գեղեցկության առումով է հարց փոխում, բայց մենք ունենք պացիենտներ, որոնք որ մտածում են, որ մի վիրահատությամբ կարելի է իրենց կյանքի բոլոր խնդիրները լուծել, բայց դա այդպես չէ։ Իսկ երբ որ վիրահատությունից հետո իրենց կյանքում խնդիրները չեն լուծում, իրենք մտածում են, երբ բժիշկն է վատ վիրահատել կամ իրենց ցանկացած արդյունքը չէ։ Այդ իսկ պատճառով հիմա շատ ավելի բուծախնդրորեն ենք մոտենում այդ հարցին։ Որ վիրահատություններից առաջ եք վիրահատությունը մանրակրկիտ նախապես քննարկում։ Հիմնականում ավելի բարդ վիրահատությունների ժամանակ դրանք երկրորդային, երրորդային ռինոպլաստիկաներն են կամ եթե կարիք լինում կողաճառի տրանսպլանտացիա, ավելի բարդ վիրահատությունները, ինչի համար ենք մի քանի անգամ ավելի շատ քննարկում, քանի որ մեր պացիենտները արդեն 2-3 անգամ անցել են այդ ճանապարհով ու մեր համար պատասխանատվությունը մի քանի անգամ ավելի շատ է։ Դրա համար ավելի մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ ամեն ինչին։ Արդեն մի քանի անգամ այցելություն, ընտրում ենք ֆորման, քննարկում ենք անալիզներ եւ այլն, հետազոտություններ, քթի ներսի կառուցվածքի եւ այլն նախորդ վիրահատությունից մնացած ինչ որ թերություններ կամ արդեն ավելացած թերություններ, վնասվածքներ եւ այլն, ամեն ինչ քննարկելուց հետո գալիս է օրը վիրահատության։ Ու դու արդեն լրիվ խոսացել ես բժիշկի հետ, բայց թե ամեն դեպքում դու գիտես որ դու չես անում քո վիրահատությունը։ Անում է ուրիշ մարդ, ում որ դու մաքսիմալ բացատրել ես, ինքն էլ մաքսիմալ հասկացել է քեզ, որովհետև ինքը երբ որ ասում էր դե էս սենց եմ անելու, էս մասը օրինակ կոնչիկը սենց կանեմ եւ այլն, դու հասկանում ես, որ ինքը ըմբռնել է քո ասածը, ինքը հասկացել է այն ինչ որ դու ուզել ես, ոնց որ քննարկել ես իր հետ, ինչա ներսումդ։ Եկավ այդ օրը, գծեցինք սիրուն շատ բարձր տրամադրությամբ, շատ հավեսով մտել եմ իրանց անձնակազմը ամբողջ շատ լավն են, անեստեզիոլոգները եւ այլն բժիշկները, քույրերը մտել եմ վիրահատության, ինչպես միշտ աչքերդ փակում ես, մյուս վայրկյանին բացում ես, ամեն ինչ ավարտված է։ Դուռը բացվեց եւ դուք մտաք վիրահատարան։
այ մտնելիս ամեն բան փոխվում է, չէ՞։ Շատ բան չի ասի փոխվում է, որովհետև ես կարծում եմ վիրաբույրը միշտ է պատրաստ դրան, քանի որ մենք նաև սովորել ենք հերթապահել հիվանդանոցում ու կա այդ փորձը, դու միշտ ես պատրաստ, հա, մի վայրկյանում մի անգամից անցնես այդ մտածելակերպին։ Դրա համար որ ճիշտ ասեմ շատ բան չի փոխվել, որովհետև մեր համար դա բացի աշխատանքը լինելուց, բացի բան, դա մեր կյանքն է։ Գիպսը որ հանեցինք, ես մի տեսակ ես չէի հավատում իմ աչքերին, որովհետև իմ պատկերացրած, իմ նկարագրած, իմ ուզած չափերի, իմ ուզած ձևի, ոնց որ ես ինքս իմ քիթը, ես Գեղարվեստի ակադեմիան ավարտած, իմ աչքը տեսնող, որ ես հստակ գիտեմ ես ինչ եմ սիրում, ինչ եմ ուզում, ու կա մարդ, ով հասկանում է ու կարողանում է անի այն ձև, նենց, որ դիմացինը իրեն բացատրել է, այսինքն ինքը կարողանում է մտնի քո ներաշխար ու հասկանա դու ինչ ես ուզում, ինչի համար ես հենց տենց ուզում, դեմքիդ որ դիմագծերի հետ ես սազացնում կամ կյանքիդ ինչ փորձից ելնելով ես դու հավանում հենց դա։ Ու անում է այն, ինչ որ կոնկրետ պահանջվում է իրանից եւ այլն։ Իհարկե, իր աննկարագրելի ձեռագիրը միշտ պահում է։ Ինքը նաև լուրջ դիմացնոտային վիրաբույժ է, այսինքն ոչ թե պլաստիկ քիթ, ես իմ բան մենակ դա է, բայց նաև լուրջ վիրահատություններ է կատարում դիմացնոտային, որը որ ավելի է իր իմիջը բարձրացնում որպես բժշկի։ Չեք պահանջում վիրահատարանում ձեր թիմից։ Վիրահատարանում մենք, քանի որ արդեն երկար տարիներ անդադ միասին ենք աշխատում, մեզ մոտ բավականին հարազատ մթնոլորտ է, հա, հարազատ միջավայր է, բայց կան հատվածներ, բուն վիրահատական գործունեության ժամանակ, որ բոլորս մոռանում ենք ով ում ընկերն է, ինչ է ու բոլորիս ուշադրությունը միայն պացիենտն ու վիրահատությունն են։ Իսկ պահանջը ամեն մեկի հանդեպ մենք մոտ մի 4-5 հոգի ենք վիրահատարանում, ամեն մեկի հանդեպ իրովի է պահանջը։ Վիրահատությունները անցնում է հիմնականում շատ ուրախ մեր մոտ։ Թութու առանց բարդությունների։ Խիստ է բուժանձնակազմի նկատմամբ։ Շատ խիստ է։ Ու երբ որ մտնում է, արդեն բոլորը անկախ տարիքից, նույնիսկ իրանից մեծ քույրեր ունենք, ովքեր աշխատում են իր հետ, ասենց զգաստանում են, փորձում են ոչ մի հարցում չթերանալ, անկախ նրանից դա կլինի գործիքների դասավորվածությունը, պացիենտի հետ խոսելը, շփվելը, հենց վիրահատարանում, վիրահատարանից հետո, ու դա կարծում եմ իր պահանջկոտությունից է գալիս, որ բոլորը փորձում են բարձր մակարդակի վրա հիվանդին թե ընդունեն, թե ճանապարհեն։ Չգիտեմ, համ խիստ է, համ դա այդ խստությունը օգնում է, որ քո մասնագիտության մեջ ավելի կատարելագործվես, ավելի ինձգտես, ավելի մեծ աճ ունենաս։ Դուք մի քանի անգամ խոսեցիք երկրորդային ռինոպլաստիկայի մասին։ Կարծում եմ շատ բարդ գործ է այլ վիրաբույժի աշխատանքի արդյունքները շտկելը, որովհետև ստեղծելը ավելի հեշտ է, քան շտկելը։ Այո, ինքը բավականին բարդ վիրահատություն է, մենք դաժե երկրորդային վիրահատություններն ենք բաժանում մի քանի դասակարգման, որտեղ միշտ բարդից բարդն է լինում, ու նաև ես միշտ այնպես խոսքում, ասում եմ ավելի լավ է վիրահատեմ 3-4 հատ առաջնային ռինոպլաստիկա, քան մեկ երկրորդային ռինոպլաստիկա, որովհետև ինքը բավականին բարդ է։ Մենք ունենում ենք հյուսվածքների բացակայություն, մենք պետք է մտածենք ինչպես ենք լրացնում այդ հյուսվածքների բացակայությունը, մենք ունենում ենք սնուցման խանգարումներ ու այն պրոտոկոլով ու գծած էտապներով, որը որ անում ենք առաջնային ռինոպլաստիկայի ժամանակ, երկրորդային ռինոպլաստիկայի ժամանակ հնարավոր չի։ Բայց դա իմ ամենասիրած գործն է, որովհետև այստեղ սկսում է ստեղծագործել է։ Եվ հետո դուք սիրում եք բարդ խնդիրների տակ մտնել եւ լուծել դրանք։ Այո, որից ես ավելի շատ հաճույք եմ ստանում, քան առաջնայինի պարագայում, քանի որ երկրորդային ռինոպլաստիկայի մեծ մասը, հա, ինքը պետք է լինի
վիրաբուժի ձեռքերում է վիրաբուժի արագ կողմնորոշվելու, ստեղծագործելու հետ է կապված։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է գեղեցկության իր չափանիշները եւ ըստ այդմ մարդիկ սկսում են խմբագրել իրենց արտաքինը հենց այդ չափանիշների։ Այսօր ինչ վիրահատություններ են ավելի նորաձև։ Մեր այս ժամանակը ինչ է թելադրում ձեզ։ Քթի վիրահատությունը միշտ է արդիական եղել, Այո, ես ինչ հիշում եմ Հայաստանում, այո։ Հիմա նոր վիրահատություններ ունենք դեմքի ձգման հետ կապված, որոնք որ ավելի քիչ տրավմատիկ վիրահատություններ են, լազերների միջոցով դեմքի ձգում, էնդոսկոպիկ դեմքի ձգում, ինչպես նաև շատ են հիմա սկսել դիմել աչքերի ձգման, հոնքերի, աչքերի ձգման, ինչպես նաև այտոսկրերի վիրահատության համար։ Բավականին նորաձև է, մարդկանց ճաշակն է փոխվում, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, բայց մենք փորձում ենք միշտ ժամանակին համընթաց քայլենք։ Ինչ նորագույն մեթոդներ կան, որ դուք կիրառում եք, վիրահատությունների ժամանակ։ Հիմա ունենք նոր մեթոդներ, էնդոսկոպի մասին խոսեցինք, որպեսզի ավելի մեծ ծավալով չլինի վիրահատությունը, այսինքն Եվ սպին էլ փոքր լինի։ Այո, սպիերը փոքր են լինում, ստանում ենք նույն արդյունքը կամ ավելի լավ արդյունք։ Եվ ավելի քիչ ռեաբիլիտացիա։ Այո, ավելի արագ ռեաբիլիտացիոն փուլով, ինչպես նաև ունենք նոր վիրահատություն, այտոսկրերի վիրահատություն, որը որ մենք կատարում ենք մկանի օգնությամբ, որը որ հիմնական է, այսինքն ավելորդ իմպլանտների տեղադրում չի լինում պացիենտների մոտ։ Ինչպես նաև ունենք նորագույն մեթոդներ աչքերի, հոնքերի ձգման պարագայում, որը որ ավելի մանրամասն ես հիմա չեմ ներկայացնի եւ կարծում եմ պացիենտները կհետևեն ըստ արդյունքների։ Այո, շատ բարի։ Դուք վիրահատում եք նաև Մոսկվայում։ Որտեղ եք ձեզ ավելի հարմարավետ զգում։ Եվ ինչ որ բան փոխվում է այնտեղ վիրահատությունների առումով, հարմարավետության առումով։ Էական փոփոխություն չկա, որտեվ ես այնտեղ էլ այստեղ էլ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով, էական փոփոխություններ չեմ նկատում, չի ասի, Հայաստանում ավելի հանգիստ եմ, կասի։ Իսկ ինչ վիրահատություններ եք անում Մոսկվայում։ Ավելի շատ, որովհետև ռինոպլաստիկան կարծում եմ այնքան էլ այնտեղ տարածված չէ։ Չի ասի, բավականին տարածված է։ Հայկական քթերի նման խնդիրներ չունեն։ Չէ, դուք տեսել եք միայն գեղեցիկ քթերը, բայց հավատացեք, բավականին շատ խնդիրներ ունեն նաև իրենք։ Այնտեղ էլ գերակշռում է քթի պլաստիկան, այնուհետև այնտեղ ավելի հաճախ են դիմում աչքերի ձգման համար, դեմքի ձգման համար, քան Հայաստանում։ Մի քիչ տարօրինակ ձևակերպում է, բայց դուք ունեք սիրելի վիրահատություն։ Այն վիրահատությունները, որոնք որ ես կատարում եմ, իմ համար բոլորը սիրելի են։ Դուք անում եք նաև եզակի վիրահատություններ, որ հատուկ ձեզ մոտ են գալիս դա անելու համար։ Չի ասի եզակի, այսինքն միայն ես եմ վիրահատում, բայց օրինակ երկրորդային վիրահատությունները քթի եւ քթի հաստ մաշկ ունեցող պացիենտներին ես դրա վրա բավականին երկար տարիներ եւ ջանք եմ ներդրել, որպեսզի կարողանանք իրենց գաղտնիքները գտնենք եւ այսօր կարողանում ենք նույն հաստ մաշկով քթերից բավականին նուրբ արդյունքներ ստանանք։ Դրա համար շատ են մեզ դիմում հաստ մաշկի եւ երկրորդային ռինոպլաստիկաների համար։ Առաջի հարցը, երբ որ ինձ տեսավ, ասեց, իսկ դու կարող ես իմ հետ լվացվել։ Ասենց ինձ ված զգացի, էլ ինչի՞ է տենց ասում։ Թե երևի նրանից էր, որ շատ ընկերներ ուներ, շատ աշխատողներ ուներ, ովքեր երևի թե չէին արդարացրել իր սպասումները։ Ես էլ քանի որ շատ էի սիրում վիրաբուժությունը, առաջի կուրսից գնացել էի հենց վիրաբուժ մասնագետի մոտ մասնավոր սովորելու, դրա համար իմ համար նորություն չէր այդ ոլորտը։ Ու ես իրենից ավելի շատ բան սովորեցի ու վերցրեցի, քան այդ ժամանակ սովորում էի, քան իմ ուսանողական այդ ցիկլերից, որին մենք գնում էինք։ Ցիկլերը ինչքան էլ հաճախում էինք, ես անընդհատ սպասում էի երբ վերջանալու, որ գնամ աշխատանքի, այնտեղ ավելի հետաքրքիր էր վիրահատություններ, հետո այդ ջահելական էնտուզիազմը շատ ուներ ինքը։ Ու ոչ թե ինքը այդ գործը վերցնում էր, որովհետև չէր գիտակցում ինչ պատասխանատվության տակ է վերցնում, այլ ինքը այդ ամբողջ լիարժեք այդ պատասխանատվությունը զգալով այն ամենաբարդ գործերը վերցնում էր ու այն ժամանակ ինքը դեռ շատ երիտասարդ մասնագետ էր։ Ինքը ոնց որ ավելի մեծ ստիմուլ տվեց, որ առաջ շարժում եմ իմ սիրելի մասնագիտությամբ։ Վերապատրաստվում եք տարին քանի անգամ։ Չեմ ուզում նշեմ, բայց շատ մի քանի անգամ պարտադիր դուրս գնանք։ Դուք եղել եք աշխարհի տարբեր երկրներում եւ լավագույն կլինիկաներում։ Կա մի բան, որի համար դուք նախանձում եք ձեր արտասահմանյան գոլեգաներին։
Ոչ մի բանի համար չեմ նախանձի, որովհետև նախ ես չունեմ նախանձելու բնավորություն ու չեմ հավատում, որ գոյություն ունի բարի նախանձ, նախանձ է։ Ուղղակի կան բաներ, որը որ կուզենայի ավելի արագ ներդրվել Հայաստանում։ Զուտ ցանկություն։ Իրականում հետո էլի ներդրվում է Հայաստանում, նույն գործիքային կազմը կլինի, նորությունները կլինեն, որովհետև հիմա մի քիչ ամեն ինչ փոխվել է, կարծում եմ շատ արագ նաև տարածվում է Հայաստանի վրա, բայց մի քիչ ավելի դանդաղ, քան դրսում է։ Այ որոնք են այն հատկանիշները, որոնք ձեզ պետք են ձեր աշխատանքում։ Մեր աշխատանքի մեջ կարևոր հատկանիշներից են սերը դեպի աշխատանքը, սերը դեպի այն գործը, որ դու կատարում ես, նպատակասլացությունը, անկեղծությունը եւ քո հանդեպ, եւ քո աշխատանքի հանդեպ, եւ երբեք չկոտրվել, երբեք միշտ պետք է փորձես ավելի մեծ դժվարություններ հաղթահարես, որ լինեն լավ արդյունքներ։ Առաջին վիրահատությունից մինչև բաժանմունքի ղեկավար ձեր բարակայում շատ կարճ ժամանակ է անցել։ Թվում է, թե ինչպես ես ասացի, դուք ձեր կյանքի ուղեկից ընտրել եք հաջողությունը եւ հաջողությունը ձեզ շփտում է, թե դուք կերտել եք այդ հաջողությունը։ Որովհետեւ դուք չեք ծնվել բժիշկների ընտանիքում, ձեր տանը չեն եղել մասնագիտական զրույցներ, ձեր համար, ինչպես շատերի համար, չի եղել այն ամուր հիմքը, հա, ծնողների կողմից դրված բժիշկ, որի վրայով դուք պետք է քայլեիք, եւ դուք այս շատ կարճ ժամանակի ընթացքում կարողացել եք հասնել հաջողության։ Իրականում այո, այդպես է եղել, բայց չեմ կարող պատասխանել ինչի համար է դա եղել։ Այո, ես ունեմ նպատակասլացություն, ես միշտ իմ կյանքում ինչ նպատակ դրվել է, ես ամեն ինչ արել եմ դրան հասնելու համար, բայց իմ կյանքում եղել են բաներ, որի մասին ես երբեք ինձ թույլ չեմ տվել դաժե մտածել կամ երազել դրա մասին, բայց ստացվել է։ Չեմ կարող առանձնացնել կոնկրետ գործոն, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այդ ամեն ինչը ինձ տվել է։ Դուք ասացիք նպատակասլացություն, բնավորության այլ ինչ գծերին եք պարտական այս ամենի համար, ձեր բնավորության։ Մեկը նպատակասլացությունը։ Նպատակասլացությունը չկոտրվելը, ինձ կոտրելը շատ դժվար է։ Երբեք ետ չեմ կանգնում իմ մտքերից, եւ կարծում եմ նաեւ արմատներից է գալիս, քանի որ ես Սյունիքից եմ, մենք միայն առաջ ենք նայում, այդ հետդարձի բան չունենք, հա։ Ճանապարհ չունենք։ Երիտասարդ տարիքում սովորաբար մի փոքրիկ իրենց փառքից սկսում են մեծամտանալ, հետո կորցնել օրիենտացիան, բավարարվել դրանով ու այդտեղ էլ մնալ։ Այդ պահին, այդ հարթակում էլ մնալ, բայց ինքը չի բավարարում, հիմա էլ չի բավարարում, անընդհատ բրբտումների մեջ, վերապատրաստումների մեջ, կարծեմ սեպտեմբերին իրան մեծ մրցանակ են տալիս, եթե չեմ սխալվում, Իսպանիա գնա այդ մրցանակը ստանալու, ինքը ամեն ինչ անում է լավ բժիշկ լինելու համար։ Նպատակասլաց, որոշ հարցերում մաքսիմալիստ, ամենալավն է ուզում կյանքից եւ դա ինձ շատ է դուր գալիս։ Ինքը միշտ ցկտում ամենալավին եւ ինչքան ուժ ունի ներդնում է դրա մեջ, որպեսզի հասնի։ Կյանքում կանգ չի առնում, այսպես ասած, եւ շատ կարեւոր է ինձ համար դա։ Կողակցի մեջ ինձ համար չբավարարվող տեսակը շատ կարեւոր էր եւ հիմա էլ կարեւոր է։ Ամեն օր աշխատում եք 24/7 ռեժիմով։ Դժվար չէ, թե արդեն սովորել եք։ Իրականում դժվար չի, երբ որ աշխատանքդ կատարում ես նաև սիրելով, այսինքն երբ որ դու զբաղվում ես քո սիրած աշխատանքով, ինքը բավականին հեշտացնում է։ Ու շատ դժվար կլիներ, երբ որ դու անեիր աշխատանք ուղղակի աշխատանքի համար։ Դրա համար ինքը բավականին թեթևացնում է ու ցանկություն է պետք։ Եթե ունես ցանկություն, հնարավոր է ամեն ինչի համար ժամանակ գտնել։ Իսկ ստացվում է, հա, աշխատանքից հետո ամեն ինչ թողնել ձեր կաբինետում, հա, եւ հանգիստ գնալ տուն եւ տանը չխոսել օրվա առաջին հատվածից։ Այո, կարելի է ասել 90% դեպքերում դա ստացվում է ինձ մոտ, քանի որ ես աշխատում եմ միշտ աշխատանքը ընտանիքին այդ բանը չխառնել։ Դա չի նշանակում, որ ես չեմ մտածում աշխատանքի մասին, որովհետև ես կլինեմ տանը, կլինեմ դրսում, կապ չունի աշխատանքից դուրս, միևնույն է, եթե
մանավանդ լինեն պացիենտներ, որոնք որ ունեն հատուկ ուշադրության կարիք, հա, բարդ վիրահատություն է եղել կամ ինչ-որ բան, պարզ է ես միշտ մտածում եմ դրա մասին, բայց դա իմանում եմ միայն ես։ Այսինքն ես փորձում եմ հնարավորինս աշխատանքից չխոսել տանը։ Ասում են յուրաքանչյուր կայացած տղամարդու թիկունքում փնտրիր այդ կայացմանը նպաստած կնոջ մատնահետքերը։ Որքանով է ձեր կնոջ դերը ձեր հաջողություններում։ Իմ կնոջ դերը իմ հաջողություններում բավականին մեծ է, բավականին սկսված այն ժամանակից, երբ ես պետք է արձինատուրա ընդունվեի արդեն մագիստրատուրայից հետո, ճիշտն ասած ես չէի ուզում այն ժամանակ, ինչ-ինչ պատճառներով ուզում էի մոտ 1 կամ 2 տարի հետաձգել այդ process-ը, բայց իր խնդրանքների շնորհիվ իրեն չմերժելու համար ես ուղղակի գնացի եւ դիմեցի ընդունելության քննության համար, ասեմ ավելի, ես տեստս այնպես էի լրացրել, որ հնարավորինս ունեցնի, որ չընդունվեմ։ Բայց ընդունվեցի։ Այո, ընդունվեցի ու ստիպված նաեւ շարունակեցի։ Դրա համար շատ շնորհակալ եմ ու իմ կյանքի շատ դժվար էտապներում, որի մասին շատ մարդիկ տեղյակ չեն ուղղակի, ինքը միշտ իմ կողքն է եղել։ Դրա համար ես միշտ իրեն ասում եմ, որ մեր կյանքում եղած հաջողությունները հավասար է երկուսինս։ Միասին եք կերտել։ Դուք այսօր ունեք մեկ զավակ, փոքրիկ բեկը 5 տարեկան։ Ինչ եք կարծում, արդեն կսկսվի բժշկական դինաստիայի պատմություն, թե չէ։ Ցանկանում եք, որ ինքը բռնի ձեր ճանապարհ։ Այո, իհարկե, ցանկությունս մեծ կլինի, որպեսզի իմ բեկը նույնպես բժիշկ դառնա, քանի որ այն դժվարություններն ու այն ճանապարհը, որ ես եմ ունեցել եւ անցել եմ ու անցնում եմ դեռ, կարծում եմ գոնե մի քիչ իմ տղայի համար ավելի թեթև կլինի, որտեղ ես կարողանամ իրան այս ճանապարհի մեջ իրեն օգնել, բայց ամեն դեպքում ես չեմ պատրաստվում ուղղություն տալ իմ տղային, քանի որ ես կարծում եմ ամեն մեկը անկախ նրանից դա իմ տղան է, թե ուրիշը պետք է ինքը ընտրի իր ճանապարհը։ Եթե կընտրի բժշկությունը, իհարկե կունենա մենթոր։ Այո, ես ավելի երջանիկ կլինեմ։ Ինչ եք անում իր հետ։ Այն քիչ ազատ ժամանակը, որ ունենում եք։ Ինչ եք սիրում անել։ Ամեն ինչ, այն ինչ իմ տղան ուզում է։ Ես քանի որ աշխատանքի բերումով բավականին քիչ եմ լինում տղայիս հետ, դրա համար այն ժամանակը ինչ որ անցկացնում եմ իր հետ, զբաղվում եմ նրանով, ինչով որ ինքն է ուզում։ Փորձում եմ իր բոլոր ցանկությունները կատարել, իր բոլոր սպասումները արդարացնել հնարավորինս։ Որպես ամուսիներ շատ հոգատար է, ջերմ, փորձում է ամեն ինչ անել, որ ես եւ մեր բալիկը շրջապատված լինենք ու մաքսիմալ ստանանք իրանից այն ինչ որ պետքա տա տղամարդը, կնոջը եւ հայրը իր երեխաներին։ Փորձում է այն ժամանակը, որը քիչ թե շատ կրճատված է երեխայի հետ շփումից, կոմպենսացնել իրան ամեն ինչ մաքսիմալ կերպով տալով, որ եթե իրանից կախված է որևիցե բան, ինչքան հնարավոր է անհնար անել երեխայի համար, որ իրան մաքսիմալ լավ զգա, ամենադրական էմոցիաները կամ իր սերը sense ոնց կա իր սրտում հենց տենց փոխանցի, որ երեխան դա պարտադիր զգա։ Առանձնահատկությունը, որ կփորձեի բան անել, առանձնացնել, դա իր խստությունն է, որ անկախ նրա բարությունից եւ ջերմությունից եւ ամեն ինչից կան որոշ կանոններ եւ դրվածքներ, որոնք պետք է միշտ լինեն այնպես, ինչպես նա է ուզում։ Ասած ժամանակ էլ որտեղ կարելի է ձեզ տեսնել եւ ում հետ ընկերներին մի բան բաժին մնում է։ Իհարկե, իմ կյանքում առաջի տեղում աշխատանքը չեմ ուզում մտցնենք այդ ամեն ինչի մեջ, դա օրվա ահռելի հատվածն է, այո, դա աշխատանքի մեծ մասն է, ժամանակն է տանում։ Առաջին տեղում ազատ ժամանակի դա ընտանիքս է, երկրորդ տեղում ընկերներս։
Ես բավականին ընկերասեր եմ ու առանց այդ մեր ընկերական շփումների ժամանակ անցկացնելու ես ուղղակի չեմ պատկերացնում կյանք։ Ընկերների ցուցակը, հա, ժամանակի ընթացքում շատ է խմբագրվել։ Այո, բավականին խմբագրվել են ու դեռ խմբագրվում են ու կարծում եմ խմբագրվելու են, որովհետև դա նորմալ է։ Բոլորս փոխվում ենք կյանքի ընթացքում, բոլորիս սպասելիքներն են փոխվում ու նորմալ է այդ ամենը։ Ինքը շարմով երիտասարդ է, սիրված բոլորի կողմից, բոլորը իրան սիրում հարգում են, շրջապատը իրան սիրում հարգում է, ինքը դրանից չի մեծամտանում։ Ինքը իրոք իր խարիզմայով, դա իր ամենամեծ կարծում եմ հատկանիշն է, որ կարողանում է այսպես բոլորին դեպի իր նկատմամբ լավ տրամադրելը։ Եվ իր հետ միշտ շատ ուրախ է, իր հետ ոչ մի ինչ որ վատ թեմաներով չես զրուցում, ինչ որ միշտ թեմաները պայծառ, ուրախ։ Հայկի հետ մոտիկ ընկերներ ենք, այսպես ընտանեկան ընկերություն ա մեր մեջ։ Մինչև այս պահը չունենք ոչ մի տարաձայնություններ լինում է իհարկե, բայց այն լուրջ վստահությունը, որ ունենք միմյանց նկատմամբ որպես ընկեր, հաստատ դեռ պահպանվում է եւ շատերի համար նախանձելի է մեր ընկերությունը։ Հասնող է շատ շուտ բռնկվող է, բայց շուտ հանգստանում այդ բռնկումից հետո, հա, նաև մենք ընտանիքներով ենք շատ մոտիկ ընկերություն անում, ամեն առիթներին միշտ իրար հետ ենք։ Չկա տենց առիթ իրար հետ չանցկացնենք։ Հայկը շատ նվիրված ընկեր է, հավատարիմ ընկեր է։ Դա նաև պայմանավորված է իր ընտանիքից։ Ես նաև ճանաչում եմ իր ընտանիքին եւ մտերիմ եմ եւ շատ դաստիարակված մարդ է Հայկը։ Զսպված, համեստ, իր ներքնաշխարհում շատ բարի մարդ է, շատ տաղանդաշատ տղա է։ Ես կասեմ, որ Հայկը շատերը Հայկին ճանաչում են ավելի որպես բժիշկ, պլաստիկ վիրաբույժ, բայց ես կուզեի, որ հայտնաբերեի միայն որպես նաև լավ նկարիչ։ Ինձ շատ լավ ընկեր է, շատ բաներ, շատ հարցեր կան, որ երբեք ոչ մեկի հետ միգուցե չքննարկեմ, բայց իր հետ մենք խոսում ենք։ Երբեմն նաև դյուրահավատ մարդ է, շատ հասնող, օգնող, ունի նաև մի փոքր թերություն, սիրում է ուշանալ միշտ։ Գալիս է ուշ, բայց ոչ ուշացած, այսինքն իր ուշանալուց որևէ բան չի դուժել դեռ։ Իրեն որպես լավ ճանաչող մարդ կասեմ, որ ոչ միայն բարիության, անկեղծության, այլ նաև լավ ընկեր, ցենց համախմբված մի հատ լավ մարդ է։ Ինքը ըստ էության ներող մարդ է, ինքը շատ բռնկուն է, շատ պահի տակ շատ բռնկվում է, հետո դե իմանալով հանդերձ արդեն իր բնավորությունը, գիտենք, որ այդ բռնկուն բնավորությունը որպես այդպեսին ինքը էությունը դա չէ, էությունը ուրիշ է, էությունը այսինքն փոխվում է այդ բռնկումից հետո դառնում է շատ ավելի բարի, շատ ավելի ներող, շատ ավելի կարեկցող մարդ։ Հայկի հետ կարևոր որոշումները միասին քննարկում ենք, ինքը բաց է եւ ճկուն է որոշումներ կայացնելու մեջ խորհուրդներ ընդունելու։ Իհարկե դա էլ իմ կողմից ավելի պատասխանատվության է ինձ մղում ավելի զգուշավոր ու նրբանկատ լինել։ Գրեթե ամեն օր հանդիպում ենք, ամեն երեկո զբոսնում ենք։ Եթե այդ օրը չի ստացվել հանդիպել, անպայման խոսել ենք, պայմանավորվել ենք, բայց իր վիրահատությունների պատճառով թերևս շատ ժամանակ պատահում է, որ չի հասցնում։ Բայց հիմնականում մենք ամենօրյա ընկերներ ենք։ Ամեն օր հանդիպում ենք, միասին քննարկում ենք, շփվում ենք, քայլում ենք քաղաքով։ Ինքը շատ լավ հումորի զգացողություն ունի միջայլոց։ Շատ པարզ մարդ է։ Ով կարող է լինել ձեր ընկերը, ինչպիսի հատկանիշներով օժտված մարդը։ Ամենաառաջինը պետք է լինի ազնիվ, բարի, կամեցող ու ընկերասեր։ Մնացածը շատ բաներ կարելի է թվարկել, բայց պետք է դրանով ապրել։ Ձեր մարդկոցները, հա, որոնք շատ հաճախ նստում են բնականաբար օրվա ընթացքում, դուք հետո ինչպես եք լիցքավորում եւ ինչով։ Ես ընդհանրապես շատ էներգիայով լիքը մարդ եմ։ Ուշ են նստում։ Հա, իմ մարդկոցները բավականին ուշ են նստում, որովհետեւ ես կարամ
միջև շատ ուշ ժամ վիրահատեմ, դաժե աշխատանքից հետո մեկ այլի այդ էներգիան լինի իմ մեջ, բայց իհարկե կան բաներ նույն իմ ընտանիքի ու իմ տղայի հետ։ Հիմա տղաս գիզակետում իմ տղան է, որից ես այդքան շատ էներգիա կարամ ստանամ, բայց նաև իմ շրջապատի հետ, ընկերների հետ հանգստանալու, ժամանակ անցկացնելուց ես կարամ ամեն ինչից էներգիա վերցնեմ, ամեն ինչից, ես կարամ հասարակ փողոցով քայլեմ կամ չգիտեմ սրճարանում մենակով նստեմ մի բաժակ սուրճ խմեմ ու ես դրանից էլի էներգիա ստանամ, ես մի քիչ այդ էներգիան ուրիշ ձև եմ ստանում։ Այ հետաքրքիր է, հիմա դուք ունեք կերպար, որ կարծեմ թե արդեն կերտել եք եւ հասել եք այն կարգավիճակին, որ ինքներդ կարողանում եք վայելել այն ամենը, ինչ ինքներդ ստեղծել եք թե նյութական եւ թե հոգեվոր դաշտում։ Եթե փորձեք շնորհակալություն հայտնել, դրա համար ում շնորհակալություն կհայտնեք։ Իհարկե ծնողներիս, որովհետեւ այն մարդ տեսակը, հա, որը որ քո ներսում նստած է, այն որը որ քո սկիզբն է եղել, դրված է իհարկե իրենց կողմից։ Այն դաստիարակությունը, որը որ մենք ստացել ենք, ու իհարկե ընդհանուր վերցրած ամենաշատը իրենց։ Կան արժեքներ, որոնք դուք ձեր հայրական ընտանիքից բերել եք ձեր ընտանիք, ձեր նորաստեղծ ընտանիք։ Իհարկե, արժեքնել են արմատական արժեքները նույնը նաև իմ ընտանիքում է, քանի որ ես հիմա առանձին եմ ապրում, կան հարցեր երեխայի նույն դաստիարակության հարցում բանում, որ մենք մի քիչ ավելի նորովի ենք մտածում, ուրիշ ձև ենք մտածում, բայց հիմնական այն հիմքը իհարկե տեղափոխվելն է։ Շատ հաճախ ձեր կաբինետի դուռը կանայք բացում են հոգեբանական խնդիրներով, լուծելու այս կամ այն հոգեբանական խնդիր եւ շատ հաճախ դուք նաեւ հոգեբանի դեր եք կատարում։ Կիսով չափ։ Միանշանակ մեր աշխատանքի մեջ պետք է բավականին նուրբ մոտենալ պացիենտին, որովհետեւ դու կարաս կամ իր այդ փոքր առաջացածա, թեկուզ հոգեբանական խնդիր է կամ էսթետիկ խնդիր է լուծես, կամ կարող ես քո մի բառով մի քանի անգամ խորացնել պացիենտի մոտ իր խնդիրը։ Դա համար պետք է բավականին նուրբ մոտենալ, որովհետև ինքը թե հոգեբանական, թե էսթետիկ մի քանի առումով մեծ խնդիր է լուծում պացիենտի մոտ։ Շատ շնորհակալություն Հայկ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ըստ իս մարդը կյանքում ունի առաքելություն իր առջև, դա ինքնակատարելագործվելն է, եւ ուրիշների առջև դա նրանց երջանկացնելն է, դուք այդ երկու առաքելությունն էլ կարողացել եք շատ կարճ ժամանակում իրականացնել, դուք հասել եք ինքնակատարելագործման շատ բարձր սանդղակի, ինչպես նաև ամեն օր երջանկացնում եք ուրիշներին։ Տարիների ընթացքում բազմաթիվ կանայք ձեր կաբինետի դուռը փակել են համոզված սեփական գրավչության մեջ եւ բարձրացված ինքնագնահատականով, եւ գուցե հենց այդ պահից սկսվել է, ինչպես դուք եք ասում, իրենց երազանքների իրականացումը, հա, իրենց հաջողության պատմությունը։ Այ ինչ եք կարծում այսքան պատմությունների մեջ, հա, որովհետև ձեր գերակշռող պացիենտները կանայք են, ինչ եք կարծում, ինչ է փնտրում կինը, ինչ է ուզում կինը։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, իմ բախտը բերել է այդ առումով, քանի որ դու եւ գոհ ես լինում քեզնից, հա, կամ անում ես ամեն ինչ, որպեսզի ինքնակատարելագործվես, ավելի բարձր նշաձողեր ես դնում, փորձում ես հասնել դրան, եւ նաեւ այդ աշխատանքի ճանապարհին կարողանում ես երջանկացնել դիմացինիդ։ Դա բավականին էներգիա եւ լիցքեր է տալիս։ Իսկ ինչ է ի վերջո կինը փնտրում։ Կարծում եմ կանացի երջանկություն, որի մեջ բավականին շատ բան է մտնում։ Հաղորդման գլխավոր հովանավոր մատման փաստաբանական գրասենյակ։ Մատման փաստաբանական գրասենյակ։ Արդարության անզիջում պաշտպանություն։ Բազմաթիվ հաղթած գործեր։ Անկեղծ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։ Այստեղ գործում է մի սկզբունք։ Կամ լավ, կամ ոչինչ։ Եթե ուզում եք վստահություն, փորձ եւ հաղթանակ, ընտրեք ճիշտ հասցեն։